2 ամիս առաջ այս տնից գրեթե պատերն էին մնացել։ Հոսանքի տատանումից առաջացած հրդեհը ոչինչ չէր խնայել, կուլ էր տվել ամեն ինչ։ Միշտ գրեթե բոլորը անջատված է լինում, հոսանք չի լինում պատից միացրած, անգամ դատարկ զայրադիշնիկը պատից չենք թողնում միացրած։ Դուրս ենք եկել ժամը 2:18 էր, հարևանը զանգ, հետո այդ ընթացքում ես խանութ էի մտել, բայց պապային զանգել էին։ Ընդամենը րոպեների տարբերությամբ, որ ձեր տունը վառվում է։ Դժբախտ պատահարից ժամեր անց Գևորգյանները անսահման մեծ աջակցություն զգացին։ Ծանոթ անծանոթ պատրաստ էին օգնել, ով ինչով կարող էր։ Հայորդի բարեգործական հիմնադրամը իմաստ հարթակի աջակիցների եւ Մարտիկ Եգանյանի ընտանիքի շնորհիվ կառուցելով հայրենի օջախներ ծրագրի շրջանակում մի քանի օրվա ընթացքում ավելի քան 2 միլիոն դրամ հավաքեց տան շունչը վերադարձնելու համար։ Շատ մեծ աջակցություն էր հայորդի աջակցությունը, հյուրասենյակի ամբողջ կահավորումը հայորդի կողմից էր, 2 ննջասենյակի կահույքը իր ամբողջությամբ, ներքնակներով, մահճակալով, պահարանով, ամբողջությամբ կահավորված, խոհանոցի կահույքը, ջեռուցման կաթսան, լվացքի մեքենան, մեծ աջակցություն էր։ 44-օրյա պատերազմում զոհված Անդրանիկ Գևորգյանի տանը նորից լույս ու ջերմություն կամ, նորից կյանք կամ։ 2020 թվականին Անդրանիկը 5-րդ կուրսի ուսանող էր։ Սեպտեմբերի 28-ին Երևանից զանգեց Վայք ընտանիքին հայտնելու որոշումը։ Պատերազմ է գնում, կամավոր։ Ասին տղա սպասի, տեսնենք ինչ ա լինում, ես էլ եմ գնալու պատերազմել, չի որ ես մնալու եմ, դե դու մենակ մնաս։ Տղաս մի խոսք ասա, որ ես չպահեմ իմ տունը։ Ով կպահի։ Ես չկարացում էլ խոսեմ։ 31-ամյա Անդրանիկը կռվել է Հադրութի ուղղությամբ։ Տուն զանգելիս միշտ նույնն էր ասում. ամեն ինչ լավ է։ Վերջին զանգը հոկտեմբերի 14-ին էր։ 2021 թվականի հունվարի 21-ին ԴՆԹ հետազոտությունը հաստատեց Անդրանիկի զոհված լինելու կասկածները։ Կանչում էին ճանաչելու դիակները, կանչում էին ԴՆԹ հանձնելու, այրուն հանձնելու, ես արդեն հասկացա, որ այստեղ ինչ որ մի բան չի։ Գնացինք ԴՆԹ այրունը հանձնեցինք եւ մեկ էլ պատասխանը ահա որ եկա, որ կանչեցին ինձ մորգ ճանաչելու, նոր հասկացան, որ տեղս զոհվել է։ Ցավոտ էր, որ եւ տղուս եւ աղջկա ամուսնու եւ իմ քեռու 2 տղաները ջահել, որոնք կամավոր էին գնացել։ Եվ շատ մոտիկ տղաներ հարազատ, որ կողս են եղել։ Կորուստների ցավից կորացել է, բայց չի կոտրվել որդեկորույս հոր մեջքը։ Անդրանիկի երեխաները չեն թողել։ Դանիելը, Էլենը եւ Անդրանիկը, որը ծնվել է հոր զոհվելուց ամիսներ հետո, 2021-ի հունիսին։ Սյուզաննան հղիության մասին իմացել էր հոկտեմբերի 9-ին, ամուսինն արդեն առաջնագծում էր։ Վերջի զանգը Անդոյից եղել է հոկտեմբերի 14-ին, ժամը 3:30։ Խոսեցինք, բայց չասեցի, որովհետև քանի որ ասել էին, որ գալու են այսքանի օրը, անակնկալ էի պատրաստել, որովհետև շատ էր ուզում, որ երրորդ բալիկ ունենայինք։ Այն փոքրիկը, որ կա այսօր, որ իր անունն ա կրում տղուս, նա մեզ տվեց ուժ։ Աստված մեզ տվեց ուժ, հավատ ապրելու համար։ Հայրենիքի համար կյանքը զոհած Անդրանիկի ընտանիքը մենակ չեմ։ Մոխրացած տունը նորից լուսավոր է, ոչ միայն վերանորոգված պատերի, այլև բարի մարդկանց շնորհիվ։ Այդ օգնությունը, որ դու թիկունք ունես, որ գիտես մարդիկ, որ կողքդ կանգնած են, որ այդ պահին քեզ աջակցում են, մենակ այդ պահին չէ։ Մեծ ուժ էր։